պարոն Մատիկյան, նշեցիք 101 ստուգում եք իրականացրել, այս ստուգման ցուցանիշը 2024-ի համեմատ ինչպիսին է եւ ինչ հիմքով եք ընտրում, որ հաստատություններում պետք է կատարեք ստուգումներ։ 2024-2025 թվականի ստուգումների թվերը համադրելի են, եթե 23-22 թվերի հետ մենք համեմատենք, մի փոքր նվազում կնկատենք, նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսչական մարմնի կողմից մշտապես ներդրվում են նոր գործիքներ, որոնք ժամանակային առումով ավելի մեծ ռեսուրս են պահանջում դրանց կիրառման համար։ Օրինակ նշածս գնահատման սյունակաշարերը կամ ռուբրիկները ենթադրում են ավելի շատ որակի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացում եւ այս դեպքում մենք շեշտը դնում ենք վերահսկողության որակի եւ ոչ թե քանակի վրա։ Սյունակաշարերի կիրառումը ենթադրում է այն կիրառող մասնագետի կողմից բազմաթիվ լսումներ, զննումներ, որոնք չունեն բուն փաստաթղթային վերահսկողության բնույթ եւ հետեւաբար կրկնում եմ, իրենք ենթադրում են ժամանակային ավելի մեծ ծավալ։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ փոքրինչ ստուգումների ծավալի նվազմանը զուգահեռ մենք ունենք ավելի բովանդակային վերահսկողություն եւ դա արտահայտվում է նաեւ այն թվերով, որը մեջ բերեցի, այսինքն հայտնաբերված խախտումների ուղղությամբ կտրուկ մեծացել է տրվող հանձնարարականների թիվը, այսինքն տվյալ պահին հայտնաբերվող վերահսկողության արդյունքում հայտնաբերվող եւ վերացման ենթակա խախտումների թիվը աճում է այս գործիքակազմերի շնորհիվ։ Թե որ ուսումնական հաստատություններ պետք է ընտրվեն յուրաքանչյուր տարի սահմանվում է համապատասխան մեթոդաբանությամբ, որը հաստատվում է կառավարության կողմից, ռիսկերի գնահատման մեթոդաբանությամբ, ըստ այդմ ուսումնական հաստատությունները տեսչական մարմնի ռիսկերի բազայում բաժանված են համապատասխան բարձր, միջին եւ ցածր ռիսկայնության խմբերի եւ արդեն ստուգումների մասին օրենքին համապատասխան կարելի ասել ինքնաշխատ եղանակով ընտրվում են այն ուսումնական հաստատությունները, որոնք հաշվետու տարում պետք է ստուգվեն։ Հիմա ամենից շատը որ դպրոցներն են, դա ենթադրում է, որ ռիսկերն այդտեղ ավելի շատ են։ Այո, ռիսկայնության բարձր ռիսկայնության խմբում ավելի մեծ թիվ են կազմում ուրեմն հանրակրթական դպրոցները եւ դրանով է պայմանավորված, որ հենց այդ ուղղությամբ է ավելի մեծ թվով